Ողջույն։ Այս շաբաթվա հաղորդմամբ կնշենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը եւ ամբողջ հաղորդումը կնվիրենք Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։ Ինչու այս թեմային, քանի որ ակնհայտորեն հայկական Սփյուռքի չափերի ու ծավալի վրա մեծ ազդեցություն է ունեցել Հայոց ցեղասպանությունը։ Սփյուռքը փաստացի ձևավորվել է ցեղասպանության արդյունքում։ Այնուհետև կանդրադառնանք հայկական պետության եւ հայկական Սփյուռքի միջև թյուրիմբռնումների կամ ընկալումների առանձնահատկություններին, հատկապես այս հարցում։ Դրա ակունքները շատ պարզ են ինձ համար, բայց մի պահ կա, որն առանձնահատուկ է։ Մեջբերում մի գիտնականից, որին խորապես հարգում եմ։ Այդ մեջբերման մեջ պարոն Վիգեն Չեթրյանն անդրադառնում էր Հայաստանի վարչապետի եւ Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների տխրահռչակ հանդիպմանը, որից հետո նա գրեց. Երկժամյա կարճ քննարկումը ազգային պետության քաղաքական առաջնորդների եւ Սփյուռքի միջև 3 տասնամյակ կուտակված թյուրիմբռնման վկայություններ։ Նա 100%-ով ճիշտ է։ Համատեքստը բացառելու համար պետք է ասեմ, որ այդ հանդիպմանը վարչապետը երկար եւ բավական շփոթեցնող հայտարարություններ արեց, որոնք հակասական էին։ Նա երկար խոսեց այն մասին, թե ինչպես է հայոց ցեղասպանությունն օգտագործվել օտար դերակատարների կողմից խոչընդոտելու հայկական պետականության զարգացմանը։ Նա ասաց շատ բաներ, որոնք իմաստ չունեին, թեև ակնհայտորեն իմաստ ունեին իր համար։ Օրինակ, թե այդ ինչպես ստացվեց, որ այդ հարցը չէր բարձրացվել մինչև 50-ական թվականները։ Վարչապետը ըստ էության նկատի ուներ, որ սա խնդիր է, որն օգտագործում է այլոց կողմից, մեզ պառակտելու եւ հետ պահելու ազգային պետություն ստեղծելու, զարգացնելու մեզ վիճակված ճակատագրից։ Եվ սրան ակնհայտորեն հետևեցին այս կառավարության անվերջ ու անհեթեթ մեկնաբանություններն այս խնդրի վերաբերյալ, նաեւ անձամբ վարչապետի կողմից։ Դրանք միանգամայն ավելորդ են եւ փաստացի չեն օգտագործում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կառուցմանը, պատմության մասին կոնկրետ ընկալման ձևավորման ու առաջ շարժվելու։ Ըստ իս, եթե հետադարձ հայացք նետենք, ապա կտեսնենք, որ այս թյուրիմբռնումը ինչպես փիլիսոփայական, այնպես էլ պրակտիկ պատճառներ ունի։ Կարծում եմ, որ վարչապետի եւ կոնկրետ այս կառավարության ու Սփյուռքի միջև հստակ խնդիրներ կան։ Վարչապետի ընկալմամբ Սփյուռքը, ինչպիսին այն ներկայումս կա, դաշնակցական գաղափարախոսություն ունի։ Վարչապետն այդպես է ընկալում Սփյուռքը։ Նա մտածում է, որ Սփյուռքի շատ առաջնորդներ նրան համարում են անկիրթ, գավառական լրագրող, որը երկիր ղեկավարելու կրթություն եւ փորձ չունի։ Վարչապետն ակնհայտորեն սխալ է Սփյուռքի վերաբերյալ իր ենթադրություններում։ Սփյուռքը շատ ավելի լայն միավորում է, քան ՀՅԴ կամ դաշնակցական աշխարհը։ Սակայն վարչապետը բացարձակապես իրավացի է Սփյուռքի առաջնորդների շրջանում իր մասին ընկալումների վերաբերյալ։ Նրանք իսկապես վերևից են նայում նրան, եթե մարդիկ անկեղծանում են այդ մասին։ Սփյուռքում Հայաստանի մասին բացասական հսկայական քարոզչություն է տարվում, ինչի հետևանքով երկրից դուրս շատերը չունեն ճշգրիտ կամ հավասարակշռված պատկերացում, թե իրականում ինչ է կատարվում այստեղ։ Մեկ այլ կարևոր խնդիր, գուցե ամենակարևորը, հատկապես հարևան երկրների հետ մեր հարաբերությունների համատեքստում։ Այս պահին Հայաստանի ունեցած անվտանգային իրական մարտահրավերների վերաբերյալ իրազեկվածության բացակայությունն է, փաստացի էական այն թերությունները, որ ունենք ինքներս մեզ պաշտպանելու կարողությունների առումով, ինչն էլ հիմք է դառնում, թե ինչպես են նրանք մեկնաբանում կառավարության կայացրած որոշումները եւ մեկնաբանում Սփյուռքից ստացված արձագանքները։ Բայց եթե մի պահ կանգ առնենք եւ հետադարձ հայացք նետենք Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմությանը, ապա պետք է անկեղծորեն ուսումնասիրենք երկու կողմերի ձախողումները, սկսած Սփյուռքից։ Ճշմարտությունն այն է, որ Սփյուռքի ոչ մի հաստատություն երբևէ նախատեսված չէր ազգային պետություն կառուցելու համար։ Ազգային պետության կառուցումը այդ կառույցներից ոչ մեկի ուշադրության կենտրոնում չէր։ Սփյուռքի հիմնական կազմակերպությունները երբեք լիովին չեն ընկալել ազգային պետության եւ ազգային նախագծի տարբերությունը։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Պետություններն ունեն շատ հատուկ կարիքներ։ Ազգային նախագիծն իսկապես ավելի լայն երազանքներ է ենթադրում։ Ամբողջ ազգային պետություն ու նրա բոլոր նպատակները, վախերը եւ ամենը միասին վերցրած։ Մինչդեռ պետությունը շատ հատուկ կարիքներ ունի՝ արտաքին քաղաքականություն, պաշտպանական տնտեսություն եւ այլն։ Դա շատ ավելի գործնական օրակարգ է։ Եզրափակելով այս թեման, կարծում եմ, որ Արցախյան պատերազմում հաղթանակն իրականում չափազանց մեծ վստահություն հաղորդեց Հայաստանի կառավարություններին եւ ըստ էության Սփյուռքի կառույցներին ստիպեց չկենտրոնանալ պետականաշինության վրա։ Իսկ տրամաբանությունը պարզ էր։ Ի վերջո, եթե ազգային պետությունն իր ձևավորման առաջին օրերին, լինելով շրջափակման մեջ եւ անցնելով շատ ծանր պայմանների միջով, կարողանար հաղթել պատերազմում, ապա գուցե այս պետությունն իսկապես օգնության կարիք չունենար, իսկ արդյունքը եղավ այն, որ Հայաստանում ոչ մի լուրջ վերլուծական կենտրոն չկար, մինչեւ որ 2021-ին ՀԲՀՄ-ի ստեղծած ապրի Արմենիա հետազոտական կենտրոնը։
Այժմ տեսնում ենք, որ ոչ միայն լարվածություն կա Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, այլև աճող տարաձայնություններ կան բուն Սփյուռքում, հատկապես հին եւ նոր Սփյուռքերի միջեւ։ Սփյուռքի ավանդական ինստիտուտները երբեք չեն կառուցվել այնպես, որ հասկանան, կլանեն կամ ինտեգրեն Խորհրդային Միության փլուզումից հետո Սփյուռքի տարբեր օջախներ եկած հայերին։ Միևնույն ժամանակ, մրցակցություն կա հին խիստ կենտրոնացված լոբիստական կազմակերպությունների եւ երիտասարդ սերնդի միջեւ, որը շատ տարբեր քաղաքական հայացքներ ունի եւ ինտեգրված չի եղել Սփյուռքի հիմնական ջանքերին։ Եվ մենք պետք է ինքներս մեզ հարց տանք, թե ինչ նկատի ունենք Սփյուռք ասելով, քանզի այս եզրույթը, անկեղծ ասած, չափազանց լայն է։ Ինչ ենք մենք քննարկում։ Սփյուռքը, որը ներառում է Քիմ Քարդաշյանին, Մարգարիտա Սիմոնյանին եւ Նուբար Աֆեյանին, իրականում ֆունկցիոնալ սուբյեկտ չէ։ Մենք իսկապես պետք է կենտրոնանանք այն մասերի վրա, որոնք օգտագործելի են պետության կառուցման նպատակների համար։ Սա զգայուն հարց է, բայց հայկական Սփյուռքում կա որոշակի ամբարտավանություն Հայաստանում ապրող հայերի նկատմամբ վերաբերմունքի առումով։ Կարևոր է չանտեսել առկա թերությունները, բայց պետք է նաև հասկանալ համատեքստը, այն տրավման եւ պայքարը, որն ունեցել են հայաստանցիները։ Պետք է կարողանաս քեզ դնել դիմացինի տեղը։ Եվ շատ թյուրըմբռնումներ սկսվել են նրանից, որ կողմերը չեն կարողացել դիմացինի տեսանկյունից նայել իրողություններին։ Այժմ անցնենք այս հարցում պետության ձախողումներին։ Հայաստանում երբեք չի եղել որևէ կառավարություն, որն իրականում համապարփակ ծրագրեր կունենար, թե ինչպես օգտագործել Սփյուռքը պետականաշինության համար։ Դրանք եղել են ինչ-որ կտորներ, ցակ ու ցրիվ ու մեկը մյուսին հաջորդած կառավարություններից եւ ոչ մեկն իրականում հանդես չի եկել ինստիտուցիոնալ կայունության որևէ ծրագրով, որը տասնամյակներ կտևեր, կենտրոնացնելով Սփյուռքը պետականաշինության նպատակներով օգտագործելու համար։ Եվ այս ձախողումները փաստացի ունեցել է տպավորիչ բացասական արդյունքներ, քանի որ հայկական Սփյուռքը բացառիկ տարածում ունի, այն իրականում սփռված է աշխարհի ամենահարուստ երկրներով մեկ, որտեղ շատ ազդեցիկ մարդիկ են ապրում։ Ցավով եմ ասում, որ իրականում ադրբեջանական պետությունը, որը չունի մերի նման Սփյուռք, իրականում իր Սփյուռքն օգտագործում է շատ ավելի լավ, քան մեր կառավարությունները։ Իսրայել տեղափոխված ադրբեջանցիների մեծ մասն ադրբեջանցի հրեաներ են կամ Խորհրդային Միությունում ապրած հրեաներ։ Նրանց վարպետորեն օգտագործել են այդ երկրի հետ հարաբերություններ ստեղծելու համար։ Մի բան, որը մենք չենք արել մեր շուրջ գտնվող գրեթե ոչ մի երկրի դեպքում։ Մեկ այլ, մի տեսակ անհարմար բան է, այն, ինչ ես անվանում եմ հայ տղամարդու էգոյի խնդիր, երբ բոլորը ամեն ինչի մասնագետ են եւ օգնության կարիք չունեն։ Սա մեր բազմաթիվ խնդիրների գլխավոր պատճառն է։ Հասկանալու անկարողությունը կամ իրականում անկարողությունը ասելու, որ կան մարդիկ, որոնք ավելի շատ բան գիտեն աշխարհի մասին, քան ես, եւ ես նրանց օգնության կարիքն ունեմ։ Խոսքը վերաբերվում է հատկապես այն մարդկանց, ովքեր ղեկավար բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Այս ամենի մեջ ամենամեծ սխալներից մեկը դիվանագիտության, պաշտպանության եւ տնտեսական զարգացման ոլորտում Հայաստանի առավելությունները չօգտագործելն է։ Պատճառն այն է, որ իրականում վերջին 34 տարիների ընթացքում Հայաստանի ոչ մի ղեկավար, բացառությամբ գուցե որոշ չափով ներկայիս ղեկավարի, իսկապես կենտրոնացած չի եղել պետականաշինության վրա։ Ի վերջո, ինչ կարող էր նույնիսկ նշանակել պետականաշինությունը մի երկրում, որ մինչև 2022 թվականը ռուսներն էին կայացնում բոլոր առանցքային որոշումները, այդ թվում այն, թե ով պետք է նշանակվի արտգործնախարար կամ պաշտպանության նախարար։ Լավ, բավական է խոսել անցյալի մասին։ Այն դեպքում, երբ ձգտում ենք առաջ շարժվել, երկու կողմերն էլ, թե Հայաստանը, թե Սփյուռքը, պետք է ավելի լավ հասկանան միմյանց։ Սկսեմ Սփյուռքից։ Կարծում եմ, սփյուռքահայերը նախ եւ առաջ պետք է հասկանան, որ սա հին Հայաստանը չէ, որտեղ հերոստամարաթոնով հավաքված 10 կամ 15 միլիոն դոլարը փաստացի կարող են էական նշանակություն ունենալ։ Հայաստանն այլևս աղքատ երկիր չէ։ Սա մի երկիր է, որտեղ շատ աղքատ մարդիկ կան, բայց այն այլևս աղքատ երկիր չէ։ Հայաստանի պետական բյուջեի ծախսերն այս տարի մոտ 9 միլիարդ դոլար են կազմում։ Իրականում համաշխարհային չափանիշներով Հայաստանը համարվում է բարձր միջին եկամուտ ունեցող երկիր, թեև դա տարբերվում է արևմտյան երկրների դասակարգումից։ Այս դասակարգումը հաշվի առնում ամբողջ աշխարհը, ոչ միայն արևմտյան տնտեսությունները։ Իհարկե, միշտ կարելի է բարեգործական նպատակներով ներդրումներ անել, եւ ես բոլորին կխրախուսեի անել բարեգործություն, հատկապես երբ խոսքը վերաբերվում է Արցախի փախստականներին աջակցելուն եւ նման այլ խնդիրներին։ Այնուամենայնիվ, նպատակը չպետք է լինի միայն Հայաստան գալն ու գումար տալը։ Նպատակը պետք է լինի այստեղ գալը, ներդրումներ անելն ու գումար աշխատելը։ Ինձ համար միշտ զավեշտալի է, երբ տեսնում եմ, որ ամբողջ աշխարհից օտարերկրացիներն այստեղ բիզնես են հիմնում, եւ նրանց գործերը լավ են ընթանում։ Մինչդեռ շատ սփյուռքահայերի մոտ տպավորություն է, թե սա դեռ 1995 թվականի Հայաստանն է։
Սփյուռքը նաև պետք է հասկանա, որ հայկական աշխարհի առաջնային առաքելությունը պետք է լինի հայկական պետականաշինությունը, քանի որ ի վերջո առանց ուժեղ Հայաստանի դուք չեք ունենա գոյատևող Սփյուռք, եւ մենք դա տեսել ենք հազարամյակների ընթացքում ամբողջ աշխարհում։ Պետք է նաև հասկանալ, որ հայկական պետության առաջնային գործը նախ եւ առաջ Հայաստանի քաղաքացիներին ծառայելն է։ Դա չի նշանակում, որ այն չի կարող այլ բաներ անել կամ աշխարհի այլ վայրերում պաշտպանել հայերի իրավունքները, բայց այս իշխանության կամ Հայաստանի ցանկացած իշխանության առաջնային մանդատը իրականում այստեղ ապրող մարդկանց քաղաքացիների իրավունքների հարցերով զբաղվելն է։ Հիմա անդրադառնանք նրան, թե ինչ պետք է հասկանա հայկական պետությունը Սփյուռքի մասին։ Նախ եւ առաջ Սփյուռքը, ինչպիսին որն այն այժմ է, այնպիսի անգնահատելի արժեք է, որի մասին այլ երկրները երազել կարող էին միայն։ Իրականում չես կարող Հայաստանում մեծ թափ հաղորդել պետականաշինությանը առանց Սփյուռքի լավագույն ու ամենալուսավոր դեմքերին ներգրավելու, քանզի նրանք կոմպետենտության եւ փորձառության այնպիսի բարձր մակարդակ ունեն այն երկրներում, որոնք անկեղծ ասած շատ ավելի կարեւոր են, քան Հայաստանը։ Դրա վառ օրինակը կլինի Դարոն Աճեմօղլուի պես մեկը, հայտնի հայ տնտեսագետ, որը դասավանդում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում եւ 2024-ին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել։ Պատկերացնում եք, որ նա 2 տարի այստեղ լինի, որպես էկոնոմիկայի նախարար կամ նույնիսկ վարչապետի գլխավոր խորհրդական։ Մի բան, որը իմ կարծիքով լիովին իրագործելի է։ Մենք կարող ենք օրինակ վերցնել այլ երկրներից, ասենք Հնդկաստանից, որը հսկայական Սփյուռք ունի, սակայն ուշադրությունը կենտրոնացնում են կարևոր մարդկանց վրա, մարդկանց, որոնք ղեկավարում են խոշոր ՏՏ ընկերությունները, եւ նրանք ինչ որ առումով այդ մարդկանց ռազմավարական նպատակներով են օգտագործում իրենց պետականաշինության միջև եւ նրանց փորձն օգտագործում են աջակցելու պետականաշինությանը եւ առաջ մղելու պետական շահերը։ Եթե այս ամենին իրատեսորեն ենք նայում, ապա իրականում երկու Սփյուռք կա։ Կան միլիոնավոր մարդիկ, որոնք կարևոր են եւ պետք է զբաղվեն հայկական հարցերով եւ ավելի մեծ հայկական օրակարգի մաս կազմեն։ Սակայն ունենք մի բան, ինչը ես անվանում եմ ոսկե 300։ Ովքեր են մտնում այս ոսկե 300-ի մեջ։ Սրանք աշխարհի այն 300 հայերն են, որոնք ամենաբարձր պաշտոններն են զբաղեցնում ֆինանսական ոլորտում։ Նրանք կամ միլիարդատերեր են, կամ բարձր պաշտոնների են Wall Street-ում, ռազմաարդյունաբերական ոլորտում կամ առանցքային դեմքեր են այլ երկրների ռազմական ոլորտներում, հոլիվուդյան գործակալներ են, տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ Սիլիկոնային հովիտում եւ այլ մարդիկ են ամբողջ աշխարհում, Ռուսաստանից մինչեւ Արգենտինա։ Սրանք մարդիկ են, որոնց հետ պետք է հատուկ աշխատել։ Փաստացի ստեղծում ենք ցանց նրանց օգտագործելու համար։ Սա կարող է արվել այդ նպատակով ստեղծված հատուկ գրասենյակի միջոցով, կամ դա կարող է անել վարչապետի աշխատակազմը, կամ այդ գրասենյակը կարող է գործել պաշտպանության կամ արտաքին գործերի նախարարությունում, որը փաստացի իր աշխատանքը կենտրոնացնի այդ ոսկե 300-ի կապերն օգտագործելու եւ պետականաշինության գործընթացներն առաջ մղելու վրա։ Այժմ մի շատ լավ օրինակ բերեմ։ Ազդեցիկ մարդկանցից մի փոքր խումբ, աշխատելով Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի հետ, կարողացավ Starlink արբանյակային կապը բերել Հայաստան։ Այս ձեռքբերումը տեղի ունեցավ 10 ամսվա ընթացքում մի քանի անհաջող փորձերից հետո։ Ի վերջո դա իրականացվեց ընդամենը 10 մարդու շնորհիվ, որոնց անունները չի բացահայտվի եւ որոնք դա անելու համար սերտորեն համագործակցեցին նախարարի հետ։ Հիմա մեկ այլ օրինակ բերեմ, այն ակտիվի, որը շատերն անտեսում են։ Ուկրաինական բանակի մեծամասնությամբ երկրորդ էթնիկ խումբը, որը կռվում է պատմության ընթացքում տեխնոլոգիական ամենաարդի միջոցների կիրառմամբ ընթացող պատերազմներից մեկում, հայեր են։ Ներկայում ծառայում է շուրջ 12-ից 15 հազար հայ։ Երբ այդ պատերազմն ի վերջո ավարտվի, պատկերացրեք, որ այս մարդկանցից 100-ին կամ 200-ին բերենք վերապատրաստելու մեր ենթասպաներին ու սպաներին։ Դրանք կարող են զգալիորեն արագացնել մեր ռազմական փոխումները եւ կրկին, կարծում եմ սա միանգամայն հնարավոր է։ Հետո կարող ենք անցնել դիվանագիտության ասպարեզին։ Մենք հեշտությամբ կարող ենք թարմացնել մեր դիվանագիտական ապարատը, ներգրավելով պաշտոնաթող հայ գործադիր տնօրենների եւ փորձառու անձանց այնպիսի երկրների դիվանագիտական ծառայություններից, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ այլն։ Այս մարդիկ կարող են աշխատել որպես դեսպաններ։ Օրենքները փոխելուց հետո նրանք կարող են ծառայել որպես առևտրային կցորդներ ծոցի տարբեր երկրներում։ Կան բազմաթիվ որակավորված անձինք, որոնք կարող են օգնել բարձրացնելու մեր արտաքին գործերի նախարարության աշխատանքի արդյունավետությունը։
Այժմ անցնենք Հայաստանի եւ Սփյուռքի տարբերություններին եւ համաչափություններին։ Թեև ճիշտ է, հայկական պետության մանդատը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծառայելն է։ Դա ամենևին չի նշանակում, որ պետք է պարզապես սահմանափակվել դրանով։ Մենք աշխարհով մեկ սփռված ազգ ենք։ Իրականում, ինչպես շատ այլ այսպիսի ազգեր, հայկական պետության համար միանգամայն օրինակ է հոգ տանել հայերի շահերի մասին կամ բարձրաձայնել նրանց շահերն աշխարհի տարբեր ծայրերում։ Երուսաղեմից մինչև Սիրիա ու Արցախ։ Դա լիովին օրինական է։ Եվ տեսնում ենք, որ այլ երկրներ անում են դա։ Տեսնում ենք, որ Հունգարիայի կառավարությունը հանդես է գալիս փոքրամասնությունների օգտին։ Հարևան երկրներն են անում նույնը։ Իսրայելն ամբողջ աշխարհում դա անում է հրեաների համար։ Այնպես որ հայկական պետությունը գուցե իրավական առումով պատասխանատվություն չունի, բայց անշուշտ բարոյական պատասխանատվություն ունի պաշտպանելու աշխարհասփյուռ հայության իրավունքները։ Եվ մենք տեսնում ենք հայկական պետության արձագանքի բացակայությունը Երուսաղեմում կատարվող իրադարձություններին։ Դա շատ տխուր է, քանի որ նրանք պարզապես չեն կարծում, որ դա այդքան կարևոր է, ինչը ցույց է տալիս, թե որքան սահմանափակ են նրանց պատկերացումներն աշխարհի մասին։ Որովհետև եթե որևէ այլ երկիր ունենար այն ակտիվները, որ մենք ունենք Երուսաղեմում, նրանք աշխարհը տակնու վրա կանեին դրանք պահելու համար։ Եթե ադրբեջանցիները նման բան ունենային, ապա $100 միլիոն կծախսեին, որպեսզի գնեին հյուրանոցը կամ կաշառեին նրան, ով կօգնի պահել այդ ակտիվները, քանի որ նրանք ուղղակի չունեն այն, ինչ մենք ունենք ի վերուստ։ Իրականում, հիշողության առեղծվածային թելերը, որ կապում են հայկական միջազգային այս մեծ աշխարհը, կարող են օգտագործվել ֆունկցիոնալ ազգային պետություն կառուցելու համար, որը կարող է եւ տեր կանգնել իրեն, եւ հարստանալ, եւ պաշտպանվել, եւ միևնույն ժամանակ պաշտպանել ամբողջ աշխարհի հայերի իրավունքները։ Տեսլական ունեցող եւ հասկացող յուրաքանչյուրի համար պարզ է, որ այս երկու նպատակների միջև հակասություններ չկան։ Շնորհակալություն այս շաբաթվա հաղորդումը դիտելու համար։